Մարդաբանություն 6-րդ դաս վերնագրել եմ այսպես. Աստծու շնորհը և մարդու հավիտենությունը։ Նախորդ դասին մենք խոսեցինք մեղքի և մեղքի հետևանքների մասին և նաև տեսանք, որ Աստված իր հոգատարությամբ, իր հայրական սիրո արդյունքում ճանապարհ էր բացել և փրկության համար հոգ էր տարել, այսինքն փրկության ծրագիր էր նախատեսել և մենք այդ ծրագրի մասին խոսեցինք։ Այսօր դասը ուզում եմ սկսել հենց մի սովորականից ավելի երկար ընթերցանությամբ, լավ, որտեղ այս թեման է շոշափվում հենց, բայց քանի որ ամբողջն է դրան վերաբերվում, ուզում եմ ընթերցենք միասին Աստվածաշնչից և հետո խոսենք այդ մասին։ Եկեք միասին բացենք Հռոմեացիս 5-րդ գլուխ 14-րդ խոսքից մինչև 6-16-ը կկարդանք։ 14-րդ խոսքում կարդում ենք. «Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորեց նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա, Ադամի, որ օրինակն էր նրա, որ գալու էր։ Սակայն շնորհը այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքան առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Դա պարգևի միջոցով չեղավ, ինչպես եղավ այն մեղանչածի հետ, որովհետև այն դատաստանը, որով դատապարտվեց օրինազանց Ադամը, կատարվեց մեկ մեղքի հանդեպ, սակայն շնորհը շատ մեղքերից դեպի արդարություն է տանում, որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, խոսքը Ադամի մասին է, և Ադամի միջոցով մեղքը մտավ աշխարհ ու թագավորեց, այսինքն իշխեց մինչև Քրիստոսի գալը, բայց Քրիստոսի գալով այդ իշխանությունը կործանվում է միայն նրան ընդունողների կյանքում, նրա ուսուցումները ընդունողների կյանքում։ Որովհետև եթե մեկի մեղքով մահը թագավորեց այդ մեկի միջոցով, որքան առավել նրանք, որ ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը, կյանքի մեջ կթագավորեն այն մեկի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն մարդկությունը այստեղ բաժանվեց երկու մասի։ Մարդիկ, ովքեր ընդունում են մեղքի կյանքը, և մարդիկ, ովքեր ընդունում են շնորհի լիությունն ու արդարության պարգևը։ Ես կուզեմ այսօր հասկանանք այդ շնորհի լիությունը ինչ է, շնորհի առատությունը ինչ է։ Շնորհ բառը նշանակում է պարգև, լավություն, հայերեն շատ լավ բառ կա, որ մեկը մեկին լավություն է անում։ Աստված լավություն է անում, երբ որ լավություն է անում, չի նայում այդ մարդը արժանի է, արժանի չէ այդ լավության, ինքը ուղղակի, քանի որ բոլորին սիրում է, այդ լավությունը անում է, դրա համար ասում է այդ շնորհի առատությունն ու արդարության պարգևը ընդունողները մի կողմում են, որոնք փրկվելու են, իսկ մեղքի կյանքի, մեղքի կենսակերպը, որ Ադամից սկսած դրվեց մարդկության մեջ, սա ընդունողները մյուս կողմում են։ Արդ ուրեմն, ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այդպես էլ բոլոր մարդիկ կարդարացվեն մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Բնականաբար բոլոր մարդիկ ասելով կարդարացվեն, մենք հասկանում ենք, որ բոլոր մարդկանց համար կա արդարանալու հնարավորություն, բայց Քրիստոսի զոհը գործում է միայն նրան հավատացողների կյանքում, որովհետև սա կարդացի, բայց օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի Երևան գա հանցանքների բազմությունը, բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհքն առավել շատացավ, որպեսզի ինչպես մեղքը մահվան միջոցով թագավորեց, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհը արդարությամբ թագավորի հավիտենական կյանքի համար։ Արդ ինչ ասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա։ Ես ուզում եմ սա մենք հասկանանք այս հարցը։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք շնորհը ինչ է։ Ասում եմ, որտեղ շատ եղավ մեղքը, այնտեղ Աստված շատ շնորհք ուղարկեց։ Հիմա Պողոս առաքյալն ասում է, ինչ անենք, մեղքը շատացնենք, որ շնորհքը շատանա։ Ոչ, քավ լիցի, մենք որ մեղքի պատճառով մեռանք, ինչպես կարող ենք տակավին նրա մեջ ապրել, կամ չգիտեք, թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսով մկրտվեցին, նրա մահով մկրտվեցին։
Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահի մեջ, որպեսզի ինչպես Քրիստոսը մեռելներից հոր փառքով հարություն առավ, այնպես էլ մենք նոր կյանքով ընթանանք։ Սա շատ հստակ է։ Քրիստոսին հավատացող մարդը հավատում եմ քեզ բառերը ասելուց բացի, պիտի նոր կյանքով ապրի։ Եվ Աստվածաշունչը ասում է, շնորհքը ընդունել նշանակում է դու զորություն ես ստանում Աստծուց, նախ մեղքերիդ ներում ես ստանում, հետո ուժ ես ստանում, որ այն կյանքը, որ Աստված քեզանից պահանջում է, կարողանաս ապրել։ Եվ ասում է շնորհքի առատություն է տալիս այսպիսի մարդկանց, ովքեր ուզում են նոր կյանքով ապրել։ Բայց ասում է մեղքի մեջ մի մնացեք, որովհետև դուք արդեն Քրիստոսին եք հավատում։ Ինչպես կարող եք Քրիստոսին հավատալ ու իր ասածներին հակառակ ապրել։ Որովհետև եթե նրա մահվան նմանությամբ նրա հետ միացանք, ապա նրա հարությամբ էլ նույնը կլինենք։ Իմացեք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Ինչ է նշանակում հին մարդ։ Միայն վերստին ծնված մարդիկ կարող են այս բառը ասել։ Մեր հին մարդը Քրիստոսի հետ խաչվեց։ Հիշում եք, որ ասեցի, Աստված մարդկանց բաժանում է երկու խմբի։ Իմիջիալոց 3 խումբ չկա։ Ոմանք մտածում են 3 խումբ կա։ Օրինակ, կան աշխարհում մեղավորներ, կան հավատացյալներ, ես ոչ նրանցից եմ, ոչ էլ նրանցից եմ։ Ես իմ համար Աստծուն հավատում եմ, հավատացյալների պես չեմ ապրում, բնականաբար իրանք ամեն ինչ փորձում են Աստվածաշնչով անել։ Ես էլ 3-րդ խումբն եմ, վատ մարդ չեմ, շատ մեղավոր չեմ, 3-րդ խմբի մեջ եմ։ Աստված ասում է 3-րդ խումբ չկա։ Հիշում եք դասի վերնագիրը։ Տեր Աստծու շնորհը եւ մարդու հավիտենությունը։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ կա ընդամենը, որ մարդը այս երկրային իր ընթացքը ավարտում, ընդամենը 2 ճանապարհ կա։ Կամ հավիտենական երանություն Տիրոջ հետ, կամ հավիտենական տանջանք գրված է սատանայի ու նրա հրեշտակների հետ։ Կկարդանք Տեր Հիսուսի խոսքերը, սա Տեր Հիսուսն է սովորացնում։ 3-րդ խումբ գոյություն չունի։ Հիմա այն մարդիկ, ովքեր Քրիստոսին Տեր ու Փրկիչ են ընդունել, այն մարդիկ, ովքեր ասել են Տեր, մինչև հիմա ապրել ենք, կա չէ, մեր պատկերացրած ճշմարտությամբ։ Մարդիկ կան ասում են, ես իմ ճիշտ ունեմ։ Մինչև հիմա, մինչև իմ որպեսզի ոչ մեկի վրա օրինակ չբերեմ, իմ վրա օրինակ բերեմ։ Մինչև իմ ապաշխարության օրը ես ապրում եի այնպես, ինչպես ես էի ճիշտ գտնում։ Ապաշխարության ժամանակ ասեցի Տեր, կներես ինձ, որովհետև այսքան տարիներ ես քո խոսքը դրել եմ մի կողմ, ասել եմ ճիշտը սա է, ճիշտը իմ ապրած կյանքն է, ոչ թե քո ասածն է, այլ իմ ապրածն է, եւ ներողություն եմ խնդրել իրանից, ասել եմ ինձ նոր կյանք ապրելու հնարավորություն տուր, ես ուզում եմ այս կյանքը ապրել քո խոսքերին հավատալով, քո ասածներին հնազանդվելով, քո կամքը այս երկրի վրա կատարելով։ Գուցե չկարողանամ մինչև վերջ, բայց իմ սիրտը ուզում է դա։ Ես ուզում եմ ինձ ուժ տուր, ինձ իմաստություն տուր, ինձ հոգևոր հասունություն տուր։ Ու Աստված ասում է այդ պահին հինը մեռավ, նորն է ապրում։ Վերստին ծնունդ տեղի ունեցավ, երբ որ դու հավատացիր, Աստծո խոսքի սերմը ընկավ քո սրտում, դու Սուրբ Հոգուց ծնվեցիր, դու ծնվեցիր նոր կյանքի համար, հինը մեռավ։ Եվ միայն այսպիսի մարդիկ, Պողոս առաքյալը այդպիսի մարդ էր, եւ նամակը, որ գրում էր հռոմեացիների եկեղեցուն, այդպիսի մարդկանց էր գրում, դրա համար ասում է իմացեք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք, որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առնելով այլևս չի մեռնում, մահը նրա վրա այլևս չի իշխում, որովհետև նա որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկ անգամ, իսկ նա որ կենդանի է, Աստծու համար է կենդանի։ Նույնպես էլ դուք ձեզ մեղքի համար մեռած համարեք, իսկ Աստծու համար կենդանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Արդ թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի,
որ նրա ցանկություններին չհնազանդվեք, եւ ձեր անդամները որպես անիրավության գործիք մի հանձնեք մեղքին, այլ ինքներդ ձեզ ներկայացրեք Աստծուն որպես մեռելներից կենդանացածներ եւ ձեր անդամները արդարության զենք Աստծուն, որովհետեւ մեղքը ձեզ վրա չպիտի իշխի, քանի որ դուք օրենքի տակ չեք, այլ շնորհքի։ Որքան եմ սիրում այս աստվածաշնչյան խոսքը։ Շնորհքի տակ լինելու ապացույցը սա է։ Մարդիկ կան, չէ՞ որ ասում են մենք շնորհքի տակ ենք, մենք որ մեղք են գործում, Աստված ներում է։ Աստվածաշունչը լրիվ հակառակ բանն է ասում է մեղքը ձեզ վրա չպիտի իշխի։ Չպիտի լինի այնպես, որ դու ասես ես չհասկացա, մեղքը ինձ բռնեց, մագնիսի պես ձգեց, տարավ ու ոնց որ մեկը ստիպեր ես այս բանը անեի։ Ինչ շատ են այդպես ասում։ Ասում եմ, ուրեմն Աստծուց օգնության քո կապուղին կտրված է։ Եթե Աստծուց օգնության կապուղին կա, եթե շնորհքը կա քո կյանքում, շնորհքը իր մեջ զորություն ունի։ Եվ ասում է, դուք օրենքի տակ չեք, որ մեղքը ձեր վրա իշխի, այլ օրենքի տակ լինողների կյանքում այդպես է, դուք շնորհքի տակ եք։ Ձեր վրա մեղքը չպիտի իշխի, անհնարին է։ Դու կարող ես սայթակել, մեղք գործել, դու կարող ես անմտությունից մեղք գործել, բայց ինքը չի կարա բռնի քեզ ու ստիպի, որ դու ինչ-որ բան անես։ Տարբերությունը պատկերացնում եք։ Արդ ինչ, մեղք գործենք, որովհետև օրենքի տակ չենք, այլ շնորհքի, քավլիցի։ Դուք չգիտեք, որ ում ինքներդ ձեզ ծառա ներկայացնեք, նրան հնազանդվելու ծառաներ եք, նրան, որին հնազանդվում եք, թե մեղքին, որ դեպի մահ է տանում, թե հնազանդությանը, որ դեպի արդարություն։ Շատ պարզ է, ում ես հնազանդվում։ Մեղքին ես հնազանդվում, վերջը մահն է։ Աստծուն ես հնազանդվում, արդարությունն է, փրկությունը։ Հավիտենությունը ունի երկու ճանապարհ։ Աստվածաշունչը խոսում է բոլոր մահացածների հարության մասին, բոլոր մահացածները պիտի հարություն առնեն։ Եվ պատկերացրեք, մենք լավ չենք պատկերացնում ինչ ա լինելու, բայց գրված է, որ նոր մարմին ենք ստանալու։ Բայց որ բոլորը պիտի հարություն առնեն, դա չի նշանակում բոլորը ապրելու են։ Ապրելու են, բայց մի մասի ապրածը կյանք չի լինելու, տանջանք է լինելու։ Եվ մարդիկ կան, որ այս թեմաները չեն սիրում, բայց մարդաբանություն առարկայի մեջ մենք պարտավոր ենք մարդուն ճանաչելու համար, նաև մարդու հավիտենական ճակատագիրը իմանանք։ Ինչ է սպասվում, որովհետև բոլորս էլ մի օր այս երկրի վրա չենք լինելու։ Կամ կմանանք, կամ կհափշտակվենք։ Նայած երբ կլինի հափշտակությունը։ Տեր Հիսուսի խոսքերը ընթերցենք, լավ։ Մատթեոսի ավետարան 25-րդ գլուխ 21-ից 34-ը ընթերցենք, հետո երկու ուրիշ համար էլ կընթերցենք, ներողություն, 31-ից 34-ը։ Եվ երբ մարդու որդին իր փառքով գա, նախ ասում է, որ ես վերադառնալու եմ, եւ նրա հետ բոլոր հրեշտակները, այն ժամանակ կնստի իր փառքի աթոռին եւ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն։ Դուք պատկերացնում եք ինչ ա լինելու։ Բոլոր ազգերը հավաքվելու են նրա առաջ։ Եվ նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարներին այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, այծերին ձախ կողմում։ Այն ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի. եկեք իմ հորից օրհնվածներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Սա աջ կողմիններն են։ Հիմա կարդանք 41 խոսքը։ Այն ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. անիծյալներ, ով ասում, Տեր Հիսուսն է ասում, ում է ասում, մարդկանց է ասում, ընդամենը երկու խումբ է, ամբողջ մարդկությունը բաժանվելու է երկու խմբի, Քրիստոսին ընդունածներ, Քրիստոսին մերժածներ,
Եվ այդ չի, որ մենք վզից խաչ ենք կախում, դա նշանակում է Քրիստոսին ընդունում ենք։ Քրիստոսին ընդունել նշանակում է ընդունել իր ուսուցումները, ընդունել իր սկզբունքները, ընդունել իր արժեհամակարգը, ընդունել իր ասածների ճշմարիտ լինելը, սա է նշանակում Քրիստոսին ընդունել։ Եվ ընդունելու ապացույցը հնազանդվելն է։ Եթե մենք ասում ենք, այո, ընդունում եմ, որ գողությունը սխալ է, ու շարունակում եմ գողություն անել, Տերը ասում է, ում ես խաբում։ Ում ես խաբում։ Ընդունել նշանակում է հավատալ իմ ասածներին, եւ ով հավատա, նա ունի փրկություն։ Հավատացողներին ասում է, եկեք, ով իմ հոր օրհնածներ, ժառանգեք ձեզ համար պատրաստված հավիտենական թագավորությունը։ Իսկ իրեն մերժողներին ասում է, անիծյալներ, ինձանից հեռու գնացեք հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։ Ես հավիտենական տանջանքի վայրը, այդ կրակե լիճը չեմ պատրաստել մարդկանց համար։ Պատրաստել եմ սատանայի համար ու իր ընկած հրեշտակների համար, բայց քանի որ դուք չհավատացիք ինձ, այլ հավատացիք նրան, դեք որ սատանան ունի իր 10 պատվիրանները։ Իհարկե չկա դա գրած, սա ասում եմ, որ ուղղակի տպավորվի ձեր մեջ, 10 չունի, շատ պատվիրաններ ունի։ Այն ինչ որ Աստված ասում է, դրա հակառակը։ Աստված ասում է՝ մի գողացիր, սատանան ասում է՝ գողացիր։ Ուղղակի ճիշտ գողություն արա։ Ես վերջերս լսեցի, զարմացա։ Աստված ասում է՝ մի շնացիր։ Մեկը ասեց, շնանալը սխալ չի, եթե ուրիշի ընտանիք չես քանդում։ Ասեցի, չգիտեմ, այդ որտեղ է տենց պատվիրան գրած, բայց իմ Տերը Աստվածաշնչի մեջ ասում է՝ մի շնացիր։ Սուտ մի խոսա։ Դե բայց որ շատ պետք է։ Պատկերացրեք սատանայի պատվիրանը, չի ասում միշտ սուտ խոսա, ասում է, երբ որ շատ անհրաժեշտ, օրինակ սուտ խոսալով կարաս մի հատ լավ գումար աշխատես, բայց ինչի չխոսաս։ Ինչի չխոսաս, կամ կյանքիդ երազանքն է ինչ որ բանի հասնելը ու պիտի սուտ ասես, որ հասնես դրան, բայց ինչի չասես։ Հիմա Քրիստոսին ընդունածները օրհնություն են լսելու իրենց Տիրոջից, Քրիստոսին մերժողները եւ սատանայի ստերը, սատանայի մոլորությունները, սատանայի գայթակղությունները, սատանայի հորինվածքները ընդունողները գնալու են այնտեղ, որտեղ նայա ում հավատացել են։ Եվ գիտեք, սա մի քիչ ծանր է թվում մարդուն, բայց հիմա մենք սրա մասին խոսում ենք, որ հնարավորինս շատ մարդիկ սթափվեն, ասեն ում ենք մենք հավատում։ Արդյոք մենք հավատում ենք գրվածքին, արդյոք մենք հավատում ենք Աստվածաշնչին, արդյոք մենք հավատում ենք Քրիստոսի խոսքերին, որ հավատանք ու ապաշխարենք, ասենք Տեր կներես, ոնց որ ես այդ աղոթքը արեցի, ես սխալ եմ ապրել մինչև այս պահը, ներիր ինձ, ես ուզում եմ քո ասածով ապրեմ։ Գիտեք, շատ մարդիկ էլ կան, Տեր Հիսուսը խոսեց այս մարդկանց մասին, շատ մարդիկ էլ կան, որ ասում են, մենք իսկականից հավատում ենք, որ դու ճիշտ ես ասում, բայց կներես, որ հանկարծ ես սկսեմ քո ասածով ապրել, իմ ընկերները ինձանից երես կթեքեն, ինձ գործից կհանեն, կամ չգիտեմ, իմ հեղինակությունը կկորցնեմ, իմ աշխատանքը կկորցնեմ, Հիսուս ջան, քեզ շատ եմ սիրում, բայց չեմ կարա քո ասածով ապրեմ։ Այս Արման եղբայրն էլ ասում է հավատացյալ, բա որ ինձ էլ սկսեն ասել հավատացյալ։ Տեր Հիսուսը ասեց, սա դրա մասին իմ բառերով չէ, բայց եթե կարդաք Հովհաննես ավետարան 12-րդ գլուխ 42-43 խոսքեր, ասում է հրյա իշխանավորներից շատերը հավատացին, բայց իշխանավոր էին, բայց չէին դավանում Քրիստոսին, այսինքն բացահայտ չէին ասում, որ իր աշակերտներն են, չեն էլ ուզում աշակերտ դառնալ, աշակերտել չէին, որովհետև ամաչում էին Հիսուսի անունից, ամաչում էին Հիսուսի աշակերտը կոչվել, որովհետև հրեաները հենց իմանային, որ իրանք Հիսուսի աշակերտներն էին, իրենց համայնքից, այդ ժողովարանից, որտեղ հավաքվում էին Աստծո խոսքը ուսումնասիրում, իրենց դուրս էին շպրտելու։ Ասելու էին դու այլևս չմտնես ժողովարան, որովհետև դու Քրիստոսին ես հավատում։ Իրենց համար այդ հասարակության կարծիքը ավելի կարևոր էր,
քան Քրիստոսի կարծիքը։ Եվ Տերը ասեց. եթե դուք ամաչեք իմ անունը մարդկանց առաջ դավանելուց, դատաստանի օրը ես էլ ամաչելու եմ ձեր անունը իմ հոր առաջ դավանելուց։ Եվ այդպիսի մարդկանց էլ Տերը ասելու է. հեռու գնա, ես քեզ չեմ ճանաչում։ Այդպիսի մարդկանց էլ ասելու է. գնա հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու իր հրեշտակների համար էր պատրաստված։ Եվ 46-րդ խոսքը. եւ նրանք կգնան հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Ահա երկու ճանապարհ, ուրիշ ճանապարհ չկա։ Եվ Պողոս առաքյալը իր խոսքերը, որ ասում է Քրիստոսի փոխարեն աղաչում ենք ձեզ, հաշտվեք Աստծու հետ։ Այս ամենի իմաստը այն չի, որ ասենք դու դժոխք ես գնալ։ Ոչ, այս ամենի իմաստը նա է, որ դու ապաշխարես ու դժոխք չգնաս։ Իսկ եթե ապաշխարած ես, քաջալերվես եւ մյուսներին օգնես, որ քո հարազատները չգնան դժոխք, չգնան հավիտենական տանջանք, եւ սա այնքան կարեւոր է, որ մենք հավատանք այս խոսքերի, որ ամրանանք հավատքի մեջ։ Եթե այսօր դու պատրաստված ես գնաս ասես, ասելու են խելքդ գցել ես, այս ինչեր ես խոսում, աճի հավատքի մեջ իմաստություն ձեռք բեր, որպեսզի կարողանաս մյուսներին օգնես, որովհետեւ սա լինելու է։ Տեր Հիսուսը ասեց. երկինքն ու երկիրը կանցնի, բայց իմ խոսքերից մի նշանագիր չի փոխվի։ Սա լինելու է։ Եվ սա մարդկության ճակատագիրն է, երկու մասի բաժանվելը, բայց Աստծո հոգատարությունը այս ամենը դրել է Աստվածաշնչի մեջ, որպեսզի մենք նրա աշակերտներս, մենք հնարավորինս շատ մարդկանց աղաչենք, համոզենք, օրինակ լինենք, չգիտեմ, աղոթենք իրենց համար, վկայենք մեր կյանքի, մյուսների կյանքի փոփոխությունը, վկայենք Քրիստոսի իրական լինելը, որ իրանք էլ հավատան ու լինեն այս աջ կողմի խմբի մեջ, որոնք օրհնություն են լսելու Տիրոջից։ Մի կողմում Տեր Աստծու շնորհը ընդունողներն են, մյուս կողմում մերժողները։ Ինչպես ենք ընդունում? Ընդունում ենք ճշմարտությանը հավատալով։ Ինչպես ենք մերժում? Մերժում ենք մեղքից հաճույք ստանալով։ Ես ինչ որ ասեցի գրված Աստվածաշնչում, 2 Թեսաղոնիկեցիս 2 գլուխ 11-ից 14 խոսքերում։ Դրա համար էլ Աստված մոլորության ներգործություն է ուղարկում նրանց, որ ստին հավատան, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրինության մեջ հաճույք ստացան։ Դատապարտվելու են բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին։ Երբ որ Տեր Հիսուսը քարոզում էր, ասեց. Ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Ես եմ ճշմարտությունը նշանակում է, եթե դու ուզում ես կյանքում իմանաս ինչ է ճշմարտությունը, ուսումնասիրի Տեր Հիսուսի ուսուցումները Աստվածաշնչում։ Ինքն է ճշմարտությունը։ Շատերը ասում են, ինչ իմանանք, այս եկեղեցին սենց ասում, այն մյուս եկեղեցին նենց ասում, այս կրոնական ուղղությունը, այն մյուս կրոնական ուղղությունը, ոնց իմանանք որն է ճիշտ։ Լսեք Տեր Հիսուսի խոսքերին։ Չի ասում, այսինչ եկեղեցին է ճշմարտությունը։ Ասում է, ես եմ ճշմարտությունը։ Եվ ճշմարիտ այն եկեղեցին, որը քարոզում է Քրիստոսի ճշմարիտ խոսքը առանց ծռելու, առանց աղավաղելու։ Ես վերջերս մի մոլորություն լսեցի, անգամ Քրիստոսի խոսքերը չեն ընդունում քրիստոնյաները, որտեվ իրանց համոզել են, այդ բարգավաճման ավետարանի մոլորության հետևորդներն են, իրանց համոզել են, որ Քրիստոս որ ուսուցանում էր, այդ ժամանակ դեռ եկեղեցին չկար։ Այսինքն մենք պիտի ընդունենք Աստվածաշնչի այն հատված, այսինքն Գործ Առաքելոցից սկսած, որտեղ կա արդեն եկեղեցին, ասացի, ես ուր ենք հասել։ Քրիստոսի խոսքերը արդեն չենք ընդունում։ Դատապարտվելու են բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին եւ անօրինության մեջ, մեղքի մեջ հաճույք ստացան։ Իսկ մենք ամեն ժամ պարտավոր ենք գոհություն հայտնել Աստծուն,
Ձեզ համար Տիրոջից սիրված եղբայրներ, որովհետև Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց հոգու սրբացմամբ եւ ճշմարտության հավատքով։ Հոգու սրբացմամբ, այսինքն դու որ հավատում ես Քրիստոսին, դու որ հավատում ես ճշմարտությանը, քո կյանքում սկսում է փուլ, հոգևոր աճի, հասունության եւ Սուրբ Հոգին քեզ տանում է սրբության ճանապարհով։ Այն ինչ որ քո մոտ այսօր չի ստացվում, վաղը ստացվելու է, որովհետև հոգու սրբացման գործընթացը քո մեջ սկսվել է, որովհետև դու հավատում ես իրան։ Երբեք չմտածեք, որ Աստված, ասենք, 1 տարեկան հոգևոր հավատացյալից պահանջելու է մի բան, որը պահանջում է 10 տարեկանից։ Ոչ, Աստված գիտի ամեն մեկի չափը, ում որքան տրված է, այդքան պահանջելու է։ Եվ ինքը համբերատար աճեցնում է մեզ, համբերատար, հոգատար, հայրական սիրով, հանկարծ չմտածես, ես չեմ կարող այդ կյանքով ապրեմ։ Ասենք 1 տարեկան երեխան մտածի, ես ոնց կարամ մաթեմատիկայի խնդիրներ լուծեմ։ Ինքը չի էլ հասկանում ոնց է, ասենք, 8-րդ դասարանում լուծելու է դա։ Դու ընդամենը արա այն, ինչ քեզանից պահանջում են։ 1 տարեկանում քեզանից պետք է, քեզանից պահանջվում է ճիշտ սնվել ու շարժվել։ Ուրիշ ոչ մի բան։ Անկամ քո մաքրությունը քեզանից չի պահանջվում, քո հետևից մաքրում են, քո տակը մաքրում են, այսպես ասեմ։ Հետո բայց որ դառնում ես 2-3 տարեկան, արդեն սկսում է պահանջները շատանալ։ Եվ Աստված ասում է. իմ շնորհքը ձեզ բավարար է։ Իմ շնորհքը հոգալու է ամեն ինչ ճիշտ ժամանակին։ Միայն դուք ձեր փոքրիկ բաժինը հավատարիմ արեք եւ դուք փրկություն կունենաք։ Փրկության ծրագրի կենտրոնում Տեր Հիսուս Քրիստոսն է։ Տերն է, որ մեր մեղքերի համար խաչվեց։ Տերն է, որ իր վրա վերցրեց մեր մեղքերի պատիժը եւ ակնկալում է մեզնից, որ մենք հնազանդություն ցուցաբերենք իր խոսքին։ Եթե կուզեք, նշեք ձեր մոտ 2 Կորինթացիս 5:20-ը եւ 1 Պետրոս 2:24-ը։ Եփեսացիս 2:8-ում գրված է, որ Տիրոջ շնորհը գործում է այն ժամանակ, երբ որ կա հավատք։ Շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով, եւ սա ձեզանից չի, քո լավ լինելուց չի, քո բարի լինելուց չի, քո խելացի լինելուց չի, քո գործերից չի։ Ուղղակի հավատքդ ու ցանկացած մարդու հավատք, լավ, վատ, մեծ, փոքր, տղամարդ, կին, հարուստ, աղքատ, հիվանդ, առողջ, ցանկացած մարդու հավատքը բանալի է, որ բացում է Աստծո շնորհքի ճանապարհը իր կյանքում։ Կա հավատք, կա շնորհք, չկա հավատք, չկա շնորհք։ Եվ Եզեկիել 33:11-ում գրված է, որ Աստված ամենավատ մարդու մեռնելը չի ուզում է, որ դարձի գա ու ապրի։ Եվ այդ ասում է դարձեք ձեր չար ճանապարհներից, ինչու մեռնեք։ Աստծո շնորհը ոչ միայն փրկության համար է, այլ հոգևոր կյանքի հավատարիմ ընթացքի։ Հիշում եք, Պողոսը իր մարմնավոր հիվանդության մեջ աղաչում էր Աստծուն, Աստված ասեց. իմ շնորհքը քեզ բավարար է։ 2 Կորինթացիս 12:9 ֆինանսական դժվարությունների մեջ, սովի, չգիտեմ, տառապանքի մեջ, Փիլիպպեցիս 4:13-ում է գրված, ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Աստծո շնորհը ոչ միայն մեղքերի ներում է բերում եւ փրկություն մեր կյանք, այլև ուժ է տալիս, որ մենք ապրենք Աստծո կամքի մեջ։ Ընդամենը պետք է հավատքը չկորցնել եւ դու միշտ կլինես, ինչպիսի դժվարությունով էլ անցնես, Աստված մարդուն այդպիսի օգնություն է ուղարկում, ուղղակի հավատքդ պահի եւ դու միշտ կունենաս Աստծո շնորհի ճիշտ օգնությունը, ճիշտ եւ պատեհ ժամանակին, ինչպես գրված է Եբրայեցիների թղթում։ Ցավալի է, բայց նաեւ գրված է, որ Աստծո շնորհը ոմանք զուր տեղն են ընդունում։ Սա գրված է 2 Կորինթացիս 5:1 եւ 3-ում,
ասում է, այնպես չանեք, որ ձեր ծառայությունը արատավորվի, այսինքն շնորհքը ընդունել եք, բայց ապրում եք այնպիսի կյանքով, որ մարդիկ ձեր հարևանները, երբ որ հավատքից խոսակցություն ա լինում, ասեն, մեր հարևանն էլ է հավատացյալ, ես տենում եմ իր ապրած կյանքը, ինձ պետք չի ձեր եկեղեցին։ Ասում է, այնպես չանեք, որ շնորհքը զուր տեղը ընդունած լինեք։ Շնորհքը նրա համար է, որ մենք փոխվենք, ավելի ու ավելի նմանվենք Քրիստոսին։ Ներող լինենք, զիջող լինենք, համբերող լինենք, խաղաղ լինենք։ Էլի եմ ասում, ժամանակ է պետք, բայց այդ փոփոխությունը պիտի տեղի ունենա։ Շնորհքը զուր տեղը ընդունած չլինեք, առիթ չտաք, որ չարախոսեն ձեր պատճառով հավատքի ճանապարհը։ Հնարավոր է նաև շնորհքից զրկվել։ Գաղատացիս 5:4-ում գրված է. շնորհքից զրկված են նրանք, ովքեր կամենում են օրենքով արդարանալ։ Փակվում է շնորհքի ճանապարհը։ Երբ որ մենք Քրիստոսի վարդապետությունը դնում ենք մի կողմ, ասում ենք, օրինակ, այդպիսի մոլորություններ է տարածված, շատ լսում են հրեա ռաբիններին եւ անգամ հրեականացնում են, ես հրեաներին շատ եմ սիրում, դեմ չեմ, բայց երբ որ Քրիստոսին մերժողների ուսուցումը գալիս է մարդու կյանք, 5 տակարանը այնպես գեղեցիկ են բացատրում, բերան բաց է մնում։ Ու մարդիկ լսում են, սնվում են այն մարդկանց ուսուցումներով, ովքեր Քրիստոսին մերժում են։ Եվ հետո փրկության օրենքի գաղափարն է գալիս այստեղ, Մովսեսի օրենքն է լցվում այստեղ։ Չգիտեմ, թլպատվում են, սկսում են խոզի միշ չուտել, ես երկուսին էլ դեմ չեմ, եթե դա Պողոս առաքյալն ասում է, ուզում է թլպատվի, ուզում է չթլպատվի, բայց եթե թլպատությունը դառնում է փրկության միջոց, կամ 5 տակարանի օրենքը դառնում է, որ չպահես փրկությունդ կկորցնես, այլ ոչ թե Քրիստոսի փոխանցած ճշմարտությունները, շնորհքի ճանապարհը միանգամից փակվում է։ Սա խնդիր էր առաջի դարի եկեղեցիներում, եւ սա իհարկե այդպիսի խնդիր չի, բայց այդ խնդիրը կա նաեւ մեր օրերում։ Երկրորդը, որ շնորհքից զրկվելու մասին խոսվում է, դա Եբրայեցիս 12:15-ում է, որ Եսավի օրինակն է բերում, ասում է դառնության արմատ չծլի ձեր մեջ Եսավի նման, որ պղծի շատերին։ Սա արդեն Վարակովի հիվանդություն է, Վարակիչ հիվանդություն է։ Եսավի ինչ արեց, մարմնավորությունը հոգևորությունից բարձր դրեց։ Ասեց, ինչի՞ սա պետք, հավիտենական կյանքը, ես իմ կլինի, չի լինի, հիմա ինձ ինչ է տալիս։ Ինչ ունեմ։ Հիմա ես կարամ մի բան անեմ, ստեղ հարուստ լինեմ կամ հաջողված լինեմ, ինչի՞ սա պետք։ Հավիտենական կյանք։ Էդի ոչ հոտ է գալիս, ոչ ուտում ենք, ոչ էլ կարանք շոշափենք։ Ինձ պետք է այն, ինչ որ ես կարամ շոշափեմ։ Չլինեք Եսավի նման, որ զրկվեց շնորհքից։ Սա անհավատությունը փակում է դուռը շնորհքի առջև։ Ավելին կա Հուդա առաքյալի թղթում 3-5 խոսքերում գրված է, որ մարդիկ կան, որ Աստծո շնորհքը անառակության ծածկոց են օգտագործում։ Ասում է, իրենք անօրենություն սիրելով ուրանում են Քրիստոսին։ Եվ օրինակ է բերում, ասում է, հիշեք Մովսեսի օրինակը, որ Աստված Եգիպտոսից հանեց այդ ժողովրդին, որովհետև իրանք հավատացին իր խոսքին, բայց գրած է անապատում անհավատներին կորստյան մատնեց, որովհետև այն մարդիկ, որ հավատքից դուրս եկան, իրենց հավատքը չպահեցին, այլ դարձան անհավատ, եւ այստեղ է գրած, որ այս մարդիկ, որ մի ժամանակ, այսպես երբ որ հավատացել էին, ուրախացել էին, սրբության կյանքի փոփոխությունը իրանց կյանքում սենց եկել էր, ուրախություն էր բերել, հիմա արդեն որ մեղք են գործում, ասում են, դե մենք շնորհքի տակ ենք, անառակության ծածկոց են դարձրել եւ ասում են, իրանք զրկված են շնորհքից։ Այո, Աստծո շնորհին անհնարին է արժանանալ, այն պարգև է, փրկություն եւ զորություն ապրելու փրկված մարդու կյանքով։ Աստված հոգ է տանում մեզ համար եւ սա պարգև է։
հրաշալի է Հովհաննեսի ավետարան 1:16-17 խոսքերը, որ ասում են մենք շնորհ ենք ստանում շնորհի վրա, այսինքն շնորհի վրա անընդհատ լիություն, Քրիստոսով լիություն ենք ստանում շնորհների։ Եվ Աստծո շնորհը բոլորի համար է, սակայն մարդը պետք է սովորի մնալ Աստծո շնորհի մեջ։ Գործք առաքելոց 13:43-ում գրված, ես արդեն մոտենում եմ ավարտին այս դասի եւ մեր դասընթացի, երբ ժողովուրդը ծրվեց հրեաներից ու բարեպաշտ նորադարձներից, շատերը գնում էին Պողոսի ու Բարնաբասի հետևից, որոնք նրանց հետ խոսելով համոզում էին նրանց, որ շարունակեն Աստծո շնորհի մեջ մնալ։ Պողոսը եւ Բարնաբասը հավատացած ժողովրդին համոզում էին, հորդորում էին, մնացեք Աստծո շնորհքի մեջ։ Եթե համոզում էին, որ մնան Աստծո շնորհքի մեջ, սա նշանակում է, որ մենք կարանք Աստծո շնորհքից դուրս գանք։ Բայց որ դուրս գանք, կործանվելու ենք։ Վերջին խոսքը կարդամ այս դասի եւ կանգնենք աղոթքի։ Տիտոս 2:11-14 խոսքեր։ Աստծո փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց։ Այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները եւ խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում, սպասելով այն երանելի հույսին եւ մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի եւ իր սեփական ժողովուրդը դարձնի բարի գործերի նախանձավոր։ Ես կուզեմ, որ այս հատվածը հիշեք, կարդաք ու կարդաք։ Տիտոս 2:11-14։ Հստակ ու պարզ։ Ինչ է արել Աստված, ինչքան է մեզ սիրում, ամեն բաները գրված է, հոգացել է մեզ համար, կյանքի եւ աստվածապաշտության համար եւ մեզանից ակնկալում է, իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից, մաքրի եւ դարձնի բարի գործերի նախանձավոր ժողովուրդ։ Ահա Աստծո ծրագիրը մարդկության համար փրկությունն է, բայց մարդիկ են ընտրում գնան փրկության ճանապարհով, որը նեղ է եւ դժվարին, թե գնան կորստյան ճանապարհով, որը հավիտենական տանջանքի է տանելու, որը լայն է ու հեշտ, սահումա ներքև, ուժ պետք չի, իսկ վերև բարձրանալու համար դու պիտի ջանք անես։ Կանգնենք աղոթքի, սիրելիներ, եւ գոհանանք Աստծուց այս դասընթացի համար։ Շնորհակալ ենք, Տեր, մարդաբանության այս գիտելիքների համար, որ փոխանցեցիր մեզ, որ մենք ճանաչենք մարդուն, ճանաչենք ինքներս մեզ եւ նաեւ այս դասընթացի մեջ ծանոթացանք քո սիրուն, քո հոգատարությանը, թեև մեղքի ապականությունը կա այս երկրի վրա, կա այս աշխարհում, բայց քո սերը, քո հոգատարությունը, քո զորությունը շատ ավելին է, Տեր, եւ դու ամեն բան հոգացել ես, որ քեզ հավատացողը կարողանա ապրել այն կյանքով, որ դու ես ակնկալում։ Մեզ դուր իմաստություն, մեզ լսողներին էլ, Տեր, ովքեր որ ապաշխարած չեն, քո սիրով ջերմացրու, ճանաչեցրու քո անձը, ճանաչեցրու քո ճշմարտությունը եւ թող ապաշխարեն, հավատան ճշմարտությանը եւ վերստին ծնունդ ունենալով դառնան քո զավակները եւ հավիտենության մեջ, Տեր, մենք իրար հետ լինենք բոլորով, ովքեր քեզ հավատարիմ կմնան մինչև վերջ։ Քեզ մի փառք, պատիվ մեծարանք։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։